Նախ շատ շնորհակալ եմ, շատ ճիշտ ոնց որ իրականում կա ճիշտ ներկայացրեցիք, բայց ես պետք է մի քանի հարցում համաձայն չլինեմ։ Առաջինը արդեն գործիքներ կան, միջև անգամ արհեստական բանականությունը շատ լավ վերլուծություն է տալի, բայց դա պետք է ամեն անգամ աշխատես նույն այդ հարցերը տալուց, թվերը տալ։ Ոչ մի վիճակագրություն չի վերլուծվում տարբեր համակարգերում, որոնք որ պետք է վերլուծեն։ Կա հատված, որ վեր են լուծում, երբ զանգահարում ես, ճշտում ես, տվյալները իրանց մոտ կա։ Կա հատված, որ տեղյակ չեն վերլուծում, ձեր ասած մեր արդյունքները չեն վերլուծում, որ մենք հասկանանք ոնց դա այնպես անենք, որպեսզի ավելի ավելացնենք։ Խոսքը սրա մասին է գնում, ես կուզենայի, որ եւ դուք ասեցիք աշխատավարձ նայելուց մեկ գործարքայինին մոտեցնեք, ոչ թե աշխատավարձին, այլ գործարքային, իր աշխատանքից կախված լինի իր բոնուսները, այդ ինչ որ ոնց որ մասնավորում են անում, եթե կա այս արդյունքի արդյունքում այսքան վճարվում է։ Ես շատ կուզենայի, որ վիճակագրությունը ամեն օր, ամեն ժամ, հետո Հայաստանի առաջի ներողություն, ես վերջացնում, Հայաստանի առաջի ալիքը պետք է այդ մեր ձեռքբերումները, որոնք որ հաստոցն եկել, արտադրանքը տվել, արտադրանքը արտահանվել է, աշխատատեղերը ստեղծվել է, ամեն օր պետք է դրանց մասին խոսան, որ մարդկանց շահագրգռեն։ Ես գիտեմ վաղը մյուս օրը Հայաստանում հայերը շատ աշխատանք կա չեն կատարելու։ Դրսից հրավիրելու ենք այդ աշխատանքը կատարեն այլ երկրներից։ Շնորհակալություն։ Պարոն Սուքիասյան, դրա համար եմ ասում եմ ժողովուրդ կարող է հերիքա Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան անենք։ Որտեվ ժամանակը դրա վրա է գնում, այդ ձեր ասած ընդգծումները, ձեռքբերումները մենք չենք կարող ներկայացնենք։ Եվ տպավորությունն է, որ առավոտից երեկո զբաղված ենք դրանով, ասում եմ, իհարկե ընդդիմության մեր գործընկերները սադրանքին տրվում են, որ իրանք անդադ մեզ ներկայացնում են այդ թեմայի մեջ, բայց այո, այդ կարգի բազմաթիվ բաներ կան, բազմաթիվ։ Այսօր ասում եմ, Հայաստանի Հանրապետությունում շատ քիչ բնակավայր կարելի է գտնել, որ վերջ 2018-ից այս կողմ մի ինչ որ շատ էական գյուղի կամ բնակավարի կյանքի որակի վրա պոզիտիվ ազդեցություն ունեցող ծրագիր չի իրականացել։ Շատ դժվար է գտնել։ Ես չգիտեմ, կարող է կան, ես չեմ բացառում, բայց շատ դժվար է գտնել։ Չնայած գործնականում կարծում եմ, որ չկան։ Եվ հետևաբար լիարժեք համաձայն եմ, բայց մի բան ասեմ, ոչ թե անհատական աշխատանքից է մեր պիլոտային ծրագրով բոնուսային համակարգը կախված, անհատական, բայց թիմային արդյունքներից, որովհետև այնուամենայնիվ, ինչպես պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողով մասցի, որ պետական աշխատանք այնուամենայնիվ թիմային աշխատանք։